Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Միասնապար ամեն չորեքշաբթի օր գսերդենք Սուրբ Գրիգոր Նարեգացի Մադյան ողբերգության աղոթագիրքը։ Հասած ենք սերդելու 48-րդ գլխու 4-րդ մասը։ Նախ սիրելներ ցեզի ընթերցեմ այս հատվածը եւ ապա թարգմանեմ ու բացատրեմ։ Փան խեըտ Թամաս իխորոց սրդից խոսքն Աստուծո։ Այլ քանզի սաստիգս եւ քստմնելիս ունի Սողոմոն ըսթարցին յուրո հիշադակարան ինքնաբարսավն գշտամպությամբ իբր մերյալ իսկապես համայն աշխարից անձնասիրության, զոր եթե զիսկն ոգ նկատեսե ունայնությամբ կնե իմանալի, այլ եւ իմադյանս կահանայիցն եւ իքիրս ակիա սիլոնացվո, հորում ըսպույտն յուրում ընտացիցն արդասվելիս իմն հեղանագե, զուր չան, անօքուտ վաստակ, անմիտ հետևումն, անշահ արշավանք, անգայուն երգք, օդարին իմաստք, ոչնչից հոլովք, փամփասելի փերք, անհարմար վարգածք, սնոդի սերմանիկ, ավազապուլ շինվածք, աբագանացու ստացվածք, կամահանած դաժանմունք, ինքնամարդ գրիվ, ընդ ոգվո յուրում թադ, ընդունայնաթոբ քիրդն, վնասագար փափակ, գորստական շավիղ, վրիբակ ջանաբար, գործանական գրթություն, մոլորաբադիր վարժություն, հանաբազասխալ դեսություն, ագնհայրայտ բժշկություն, բորնգագերտ գերբարան, ախտապորփոք նյութ, թժնիադեսիլ քույն, հոգնադխուր քեղ, հոլովամեղձ ձուխ, շոքից սնթելի, վաճար մերցի հար, դաղավար կագդելի, ընդվայր աղաղակ, ամբաջարավոր ձաղր, արհամարհելի ասպարեզ, անձնավաճար քիր, սադակչական ելք, անաստված մտածմունք, սդահոտ ջար, զայրացուցանող զրույցք, եբերանած խծպիծք, խելակարության խնդիր, ամոթանած ցույցք, խայդարականած հայտնությունք, արագ աբարնիացն, աբաշավանած կորձ, ըմբահականած բատնություն, հերքացելոց օրինակ, խորխորած ձաձուկ, որս խավարային, մահակուշակ վիհ, անհադագելի անթունթք, ուղեկցություն սպանողած, հիմարության փարփաչմունք, թարանագալած վայր, խարխուլ հարգ, շինված սասանյալ, գամուրջ խախտեցյալ, երևույթ փախչելի, խափող շողոքորդ, անոբա մատնիչ, ընթեմ բարձելույն հագարագություն, զայսամենայն մասունը սպանից խոստովանողական կանոնատրություն, իսիրդս բնավից նախասերմանյաց ժողովողս, կանոնաթիր թարցելոց զղջման, որբեսի մի բարձեսի ոգի մարդկանե փամփասավորոք զինվորյալ նեդուկ զանցն եւ զնգերն խոցոդելով, քանզի գրաբարիշտ է քողով ծածկյալն, որ զգերբարանսն միայն ունի եւ զոգ ախորժելիս ըստեղծին գադարե։ Սիրելներ, երբ մենք այս գլխու անցնող մասերը սերդեցինք, տեսանք թե ինչպես Սուրբ Գրիգոր Նարեգացին Սողոմոն իմաստունի օրինակ արավ եւ ասավ, որ ամենեն մոդիգը իմ անցիս, որ գրնամ մեջ ինքս անոր մեջ տեսնել, որպես մեղավոր Սողոմոնն է։ Եվ բացատրեց դեսանք սիրելներ անցնող մասերու մեջ, թե ինչպես Սուրբ Նարեգացին ցույց տվավ, թե Սողոմոնը ինք որ աստվածաբաշտ էր, ինք որ աստվածային իմաստությամբ լեցվեցավ, բայց դժբախտաբար աշխարհասեր դառնալով իր բազմաթիվ գիներու առաջնորդությամբ, որտեղ ինք ամուսնացավ 700 իշխանազուն հետանոց գիներու հետ եւ 300 հարջերու հետ, եւ անոնք շեղեցին զինք,
աստվածբաշտութենեն, ճշմարիտ աստվածբաշտութենեն եւ գրաբաշտության դարձուցին, հետեւաբար Սողոմոնը գործընծուց իր աստվածային այդ բոլոր հատկանիշները։ Հիմա հարցը գծակի արդյոք Սողոմոնը ինք ապաշխարեց, զղջաց, դարձի եկավ։ Ահա սիրելիներ, այս գլխուն մեջ եւ նաեւ պիտի տեսնենք հաջորդ մասերու մեջ, այս ուրեմն այս 4-րդ մասի մեջ եւ մյուս մասերու մեջ պիտի տեսնենք, որ Սուրբ Նարեկացին պիտի խոսի Սողոմոնի ապրած զղջումին ու ապաշխարության մասին եւ սիրելիներ, ինչպես որ ավարտեցինք 3-րդ մասը այն խոսքով, որ Սուրբ Նարեկացին գսե չլա որ հանգարց մեկը հիմա Սողոմոնը այբանե եւ ինքզինքը սուրբ նկատե, որովհետեւ ամեն մեկս ալ Սողոմոնին չափ եւ Սողոմոնեն ավելի մեղքեր կործածենք։ Հետևաբար Սողոմոնը բարձրապես օրինակ է մեզի համար, թե ինչպես ան մեղքեր կործեց եւ հիմա օրինակ մի դարձնեն, թե ինչպես ան զղջաց եւ Աստուծո դարձավ։ Եվ ասիկա սիրելիներ շատ կարեւոր է, որովհետեւ թեև Աստվածաշունչին մեջ Փարացի չսվիր, որ Սողոմոնը ապաշխարեց։ Փարացի չսվիր, որ Սողոմոնը ինք դարձի եկավ, սակայն սիրելիներ, մենք գտեսնենք իր քրություններու մեջ են, մանավանդ ժողովողի քրքի մեջ են, թե ինչպես անիգա իսկապես որ զղջումնալից խոսքեր ուղեց եւ եկեղեցվո հայրերը զայն կնկատեն որպես ապաշխարության ըսկանչելի հիշադակարան, ըսկանչելի քիրք։ Եկեք սկսեմ թարգմանության, Նարեկացին առաջին դողերու մեջ կսե։ Բայց Սողոմոնը իր դարձին մասին խիստ ու սոսկալի հիշադակարան ունի, ինքզինք բախարագող հանդիմանությամբ, իբր մեկը, որ իր մեջ իսկապես մերցուցեր է ինքնասիրության ամբողջ աշխարհը։ Եթե մեկը ուզե այդ մասին գիտնալ, ունայնություններով կհասկացվի, ինչպես նաև քահանաներուն, մադյաներուն եւ Սիլոնացի Աքիայի քիրքին մեջ։ Սիրելիներ, ինչպես ասի արդեն, որ Աստվածաշունչի մեջ թեև Սողոմոնի ապաշխարության զղջումի մասին ուղղակի փարացի չսվիր, սակայն եւ բաժարը, որ Սողոմոնը ինքը հերացավ Աստուծո մե արդեն ինչպես ասի, դժբախտաբար որովհետեւ բազմաթիվ գիներու հետ ամուսնացավ, հեթանոս գիներու հետ։ Բամը որ Աստված արկելած էր, ասած էր Իսրայելի զավակներուն, որ հեթանոսներուն հետ մի խառնակվիկ։ Եվ Սողոմոն ոչ թե 1, ոչ թե 2, ոչ թե 10, ոչ թե 100, ոչ թե 200, 700 իշխանազուն հեթանոս գիներու հետ ամուսնացավ, աղջիկներու հետ ամուսնացավ եւ վրանալ 300 հարջ ունեցավ աղախին։ Եվ հետևաբար սիրելներ 1000 գին Սողոմոն իր բալադին մեջ ուներ եւ անոնք ամեն մեկը դարբեր երկրե գազեր ամեն մեկը իր աստված ուներ, իրենց հայրերու աստվածը չաստված ուներ, հետևաբար խնդրեցին Սողոմոնեն եւ շեղեցին Սողոմոնին սիրտը։ Գարտացեք այս մասին 3-րդ թագավորաց գրքի մեջ 5 դագարանի 11-րդ գլուխը, այնտեղ պիտի տեսնեք այս բոլորի մասին։ Եվ հետևաբար գսե ուրեմն բատմիչը, որ Սողոմոնին սիրտը իր դեր Աստուծուն հետ իր հորը Դավիթին սրդին պես գադարյալ չէր։ Գադարյալ չէր։ Տեսեք, չսեր որ գորավ Սողոմոնը, բայց կսե որ իր հորը Դավիթին սրդին պես, ինչպես որ Դավիթ Աստուծո հետ գադարյալ սիրտ ուներ, Սողոմոնի սիրտը գադարյալ չեղավ, չմնաց։ Սակայն ըստ եկեղեցական հայրերու, աստվածապաններու եւ նաեւ Սուրբ Նարեկացին, որ հիմա պիտի սերդենք սիրելներ, Սողոմոնը իր մեղանչելեն յետք իր դարձին մասին խիստ կստմնելի, այսինքն զարհուրելի եւ ինքզինք բախարագող, ինքզինք գշտամփող, ինքզինք բարսավող քրություններ կրեց, հիշադակարան կրեց, շարադրեց, ադով ցույց տալու համար թե իսկապես ինքը մերցուցած է իր մեջ աշխարհի սերը եւ անձնական հաճույքները։ Սողոմոնի զղջման ապաշխարության քիրքը կհամարվի ժողովողի քիրքը 5 դագարանի
ժողովողի գիրքը, որ Արագած գիրքեն ամիջապես յետք սիրելիներ զետեղված է։ Եվ իսկապես, երբ որ այդ գիրքը գարտանք, կտեսնենք, որ Սողոմոնը ամեն ինչ գիշի այս աշխարհի մեջ եւ գսե որ այս արևունդակ, այս երկնքին դակ ամեն ինչը ունայնությանց է։ Եվ այդպես ալ գսկսի իր գիրքը առաջին գլխու երկրորդ համարը գարտամ։ Դեսեք ինչ կսե։ Ունայնությանց ըսավ ժողովողը։ Ունայնությանց ամեն բան ունայնություն է։ Ամեն ինչ ունայնություն է։ Ամեն հաջույք այս աշխարհի մեջ, ամեն առավելություն, ամեն ցանկություն, ամեն դարբանք, ամեն ինչ, որ Սողոմոնը ապրեցավ այդ բոլորը, ուղղակի իր մորթին վրա, իր կյանքին մեջ, Սողոմոնը եզրակացության եկավ, որ այդ բոլորը ունայնություն են։ Եվ անոնք, որոնք սիրելիներ աշխարհի կյանքի մեջ ապրած են եւ Փառք Աստծոյի հետ դարձած են, գիտեն ինչ կնշանակի Սողոմոնի այդ խոսքը։ Եվ իսկապես մենք ալ սիրելիներ ամեն մեկս գիտենք, եթե ոյե մեկ մեղքեմը ազատած ենք, գդրած ենք մեր անց այդ մեղքեն, Սուրբ Հոգին զորությամբ գրծած ենք հաղթարել այդ մեղքը, կտեսնենք, որ իսկապես որ ունայնություն է։ Իսկապես։ Եվ եկեղեցու այրերը կնկատեն, որ Սողոմոն այս գիրքը գրեց ի նշան ապաշխարության, զղջումի։ Այն խոսքով եկեղեցու այրերը ժողովողի գիրքը կնկատեն որպես ապաշխարության, խոստովանանքի գիրք, որով Սողոմոնը սիրելներ սնոդի, գենցաղի եւ աշխարհիկ ամեն հաջույքները փախչելով, հերանալով վերջապես ժողվեց իր մտածումները, ժողվեց ինքզինքը եւ գրեց այս ապաշխարության խոսքերը ասելու համար, որ արևունդակ, որքանալ մարդիկ հաջույքներ փնտրել կյանքի մեջ, որքանալ ցանկություններու յետևեն երթան, սիրելներ ամեն ինչը արևունդակ, երկրինդակ ունայնություն է։ Միակ բանը, որ ամեն մարդ պետք է գադարե, Աստուծո ծառայությունն է։ Եվ այդպես ալ Սողոմոնի իմաստունը ժողովողի գիրքը գավարդե 13-րդ գլխու իր 13 եւ 14 համարները ցեսի պիտի գարտան վերջապանն է։ Տեսեք ինչ կսե։ Որովհետեւ այս վերջապանի մեջ Սողոմոնը խրատ կուտա բոլոր մարդոց, որ Աստուծո կամքը գադարեն, որովհետեւ վերջի վերջո ամեն մարդ Աստուծո դիմաց պիտի կանգնի եւ հաշիվ տա։ Կգարտամ իր խոսքերը, գսե։ Այս բոլոր խոսքին վախճանը լսենք, այս բոլոր ըսվածներուն առաջին գլուխը մինչև 13-րդ գլխու 13-րդ համարը ինչ որ ըսվեցավ, ասոնց վախճանը լսեցեք կսե Սողոմոնը։ Եվ ինչ է իր եզրակացությունը այս գրքին։ Գսե։ Աստուծմե վախցիր ու անոր բադվիրանները բահե։ Վասնզի մարդուս ամբողջ բարդականությունը ասիգա է։ Աստուծմե վախնալ, Աստուծմե երգյուղիլ այլ խոսքով եւ անոր բադվիրանները բահել, անոր օրենքներուն, կանոններու մեջ մնալ։ Քանզի Աստված ամեն կորց, ամեն ծածուկ բաներու հետ թե բարի եւ թե չարը թադաստանի պիտի բերե։ Ամեն ինչ, ամեն ծածուկ բան դերը պիտի հայտնի, ամեն խոսք, ամեն կորց, ամեն մտածում դերը թադաստանի պիտի բերե։ Անիգալա բարի մտածում կամ չար մտածում, բարի խոսք, չար խոսք, բարի կորց, չար կորց, ամեն ինչ Աստված թադաստանի պիտի բերե։ Եվ ասիկա սիրելիներ Սողոմոնի խրատն է։ Բացի ժողովողի գիրքեն Սուրբ Նարեգացին այստեղ սիրելիներ գիշե որ Սուրբ Սողոմոնը ինքը բացի ժողովողի գիրքեն գրած է իր ապաշխարության մասին ուրիշ գիրքերալ, որոնք գտնվին գսե քահանաներու մադյանին մեջ եւ Սելոմացի ուրեմն Ակիայի քրկին մեջ։ Դժբախտաբար այս գիրքերը չեն ասած մեզի մինչև այսօր կրնալոր օրմը հայտնվի չեն գիտեր, բայց չեն ասած այդ գիրքերը։ Սակայն այդ գիրքերու մասին 5 դագարանի թե տակավորած, թե մնացորդած գիրքերու մեջ կխոսվի։ Գարտամ ցեզի օրինակ երկու հատվածներ
Օրինակ երրորդ թագավորաց գրքի 11-րդ գլխու 41-րդ համարի մեջ հետևյալը գսվի. Սողոմոնի մնացորդ բացությունն ու անոր բոլոր ըրածներն ու անոր իմաստությունը ահա Սողոմոնին բացության գիրքին մեջ գրված են։ Իսկ երկրորդ մնացորդաց գրքի 9-րդ գլխու 29-րդ համարի մեջ տեսեք ինչ գսվի։ Սողոմոնին առաջին ու վերջին բացությանը մնացորդը, այսինքն ցանկի սկիզբն ու վերջի ամբողջ բացության մնացորդը Նաթան մարգարեի գիրքին ու Սիլոնացի Ակիայի մարգարեությանը եւ Աթով դեսանողին Նապադյան Հերոփովամին վրայով գրած դեսիկներու մեջ գրված են։ Ինչպես դժբախտաբար այս գիրքերը հասած չեն մեզի, Երանի հասած լայն, որտեղ այնտեղ պիտի տեսնեինք Սողոմոնի զղջումին մասին, պիտի տեսնեինք այս բոլորին մասին, սակայն վստահ եմ, որ Սուկրիկոր նարեգացին դեսանող իր հոգիով Աստուծո հոգի է ներշնչված այդ բոլորը իմանալով մեզի գահիտնե որ Սողոմոնը ապաշխարած է եւ իր այդ բոլորի մասին զղջումի մասին ապաշխարության մասին գրած է քահանայից գրքի մեջ եւ նաեւ Նաթանի գիրքի մեջ ասիկա նույն Նաթան մարգարեն էր որ Սողոմոն իմաստունին հետ ժամանակ մարգարե էր եւ նաեւ Ակիայի Սիլոնացի մարգարեության մեջ Հետաքրքրական է որ Սուրբ Օգոստինոսը անիգա սիրելներ գսե որ Սողոմոնը ինք ապաշխարեց եւ Քրիստոսի ներման արժանացավ եւ երբ Քրիստոս թժող կիչավ եւ Հիսուս խաչվեցավ մարմինը մեռավ եւ քերեզմանի մեջ դրվեցավ բայց հոգիով թժող գնաց ինչպես կգարտանք առաջին Պետրոսի նամակի 3-րդ գլխի մեջ 18-ին 20 համարներ նաեւ առաջին Պետրոս 4-րդ գլուխ 6-րդ համար ուրեմն այդտեղ Սողոմոնը Հիսուսին հանդիպեցավ զղջաց եւ դերը ընդունեց այդ զղջումը եւ հետաքրքրական է սիրելներ Աստուծո գամքով հաջորդ շաբաթ երբ մենք սկսենք սերդել 5-րդ մասը նույն այս գլխու 48-րդ գլխու Սուկրիկոր նարեգացին այս մասին պիտի խոսի նաեւ թե ինչպես Քրիստոս երբ թժողքի մեջն էր իջավ որբեսի հոգիները ազատե այնտեղին նաեւ ազատեց Սողոմոնի հոգին եւ Եկեղեցու հայրերը նաև գսեն սիրելներ մեծ աբացույց կա որ Սողոմոնը փրկվեցավ ուրգե գիտենք կսե որովհետև Հիսուս օրը երբ որ գխոսեր օրենքի ուսուցիչներուն եւ փարիսեցիներուն եւ գահանտիմաներ զանոնք որ զինք մդիկ չէին աներ Հիսուս Սողոմոնի անունը գուտա եթե Սողոմոնը մեղավորը լար եթե Սողոմոնը գործված լար Հիսուս անունը պիտի չդար Ինչպես որ օրինակ մեծահարուստ մարդուն անունը չդվավ, բայց աղքատ Ղազարոսին անունը դվավ։ Անօրեններուն անունը չի դար դերը, բայց մեղավորին ուրեմն արդարին անունը գուտա։ Եվ Հիսուս սիրելներ բադիվով խոսեցավ, հարկանքով խոսեցավ Սողոմոնի եւ անոր ունեցած իմաստության մասին։ Օրինակ գարտամ ցեզի Մատթեոսի ավետարանի 13-րդ գլխու 42-րդ համարը Հիսուս ասավ. Դարձյալ Թադաստանի օրը Հարավի թակուհին բիդի ելլե եւ տադաբարդեցես որովհետեւ անիգա իր հերավոր երկրեն եկավ Սողոմոնի իմաստուն ուսուցումները լսելու եւ ահա Սողոմոնեն ավելի մեծ մեկը գա այստեղ եթե սիրելներ Սողոմոն անհույս ու վերջնական տադաբարդված լար դեր անոր անունը բիդի չի իշեր հետեւաբար Հիսուսի այս հիշելը արդեն իսկ Սողոմոնի անունը եւ նույն համարի մեջ երկու անգամ կնշանակե որ սիրելներ դերը ողորմեցավ Սողոմոնի եւ ընդունեց անոր զղջումը եւ ապաշխարությունը ահա սիրելներ թե ինչու համար Սողոմոնը մեզի մեր ցանկին շատ նման է մեր ցանկը Սողոմոնի ցանկին նման է եւ հետեւաբար ինչպես որ Սողոմոն ինք փրկվեցավ իր ապաշխարությամբ ամենք սալ հույս ունենք սիրելներ մեր մեղքերը դիրոջ դիմաց բերելու եւ մեր մեղքերեն ցերպազատելու մաքրվելու Հիսուսի սուրբ արյունով հաջորդ ուրեմն գսկսիմ սիրելներ հիմա հաջորդ դողնալ նախ մեկնեմ գսե այստեղ նարեգացին անոր մեջ այսին ժողովողի մեջը իր սխալ ընթացքը արդասվալի գերբով կնկարագրե այսպես ուրեմն
ժողովի քրքի մեջ Սողոմոնը սիրելներ իր անցյալի մեղքերը գզղճա ունայն թադարք փուջ բարապ համարելով այն բոլոր աշխարհասեր ցանկությունները որ ինք ունեցավ եւ հետեւաբար գավաղե այսին գզղճա վայ գարտա գուրց կգծեծե որ այդպիսի մեղքերու մեջ ինգածե եւ անուղագի ցևով սիրելներ այս բոլորի մասին խոսի եւ ամեն վարգյան գգրտնե ունայնությանց որբեսի հանգարտ չլա որ մենքալ այս աշխարհի ցանկություններեն դարվելով նույն մեղքերու մեջ ինանք սիրելներ իմաստուն է այն մարդը որ ուրիշի սխալներեն գսորվի ոչ թե իմաստուն է այն մարդը որ ամեն անգամ արդեն իսկ կորձված սխալները դեսնելով ինքը գսե չէ ես պետք է կորձեմ որբեսի դեսնեմ որ սխալ է կամ ոչ ադոր համար են սուրբ քրքին այս քրությունները ապաշխարության խոսքերը սիրելներ որբեսի մենք ուրիշներու գադարած սխալներեն սորվինք եւ սրբակրենք մենք մեզ որբեսի զսկուշացնենք մենք մեզ որ հանգարց սխալի մեջ չինանք եւ այստեղ սուրբ նարեգացին իմաց սիրելներ բիդի մեջբերը ժողովողի քիրքեն անշուշտ ամբողջ ժողովողի քիրքը բիդի չի բերը 12 գլուխ բայց ժողովողի քիրքեն սուրբ նարեգացին գամ ուղագի փարացի գամ երբեմն իմաստային շարատրանք պիտի գդարե եւ պիտի մեջբերը զանազան մեղքեր որբեսի անոնցմով զսկուշացնե եւ ցույց տա որ Սողոմոնը այդ բոլորին համար զղջաց եւ զսկուշացուց մեզի որ մենք ալ նույն մեղքերու մեջ չինանք ես սիրելներ քանի մդողեր ամեն մեկ դող երկու դող միասին պիտի թարգմանեմ եւ շատ ամփոփ ցևով պիտի բացատրեմ այն սխալները որ մարդ գրնա կորձել երբ որ ինք աշխարհասեր դառնա աշխարհի ցանկություններուն յետևեն երթա աշխարհը սիրելիներ աշխարհը սիրելով մենք աստուծո տշնամի կդառնանք Հակոբոս դիարնեղբայրը հստակ կերպով այս մասին գսե եւ ամեն մարդ սիրելներ պետք է անդրադառնա այս բոլոր խոսքերուն մասին որովհետեւ այս բոլոր խոսքերը սիրելներ մեզի գարտնցնեն որ մենք կարողանանք իսկապես աստուծո ջամփու մեջ քալել գսե Հակոբոս դիարնեղբայրը իր նամակի 4-րդ գլխու 4-րդ համարի մեջ անհավատարիմ մարդիկ չեք գիտեր որ աշխարհին հետ բարեկամություն ունել աստուծո թշնամություն ունել կնշանակե որովհետև ով որ գուզե աշխարհին բարեկամը լալ ինքզինք աստուծո թշնամի կդարձնե հստակ եւ բարձ եւ ուրեմն սուրբ նարեգացին իմա բիդի ներկայացնե Սողոմոնի սիրելները մեղքերը որով եւ որ Սողոմոն աշխարհին հետ բարեկամություն ուզեցնել դժբախտաբար աստուծո թշնամի դարձավ մինչեւ որ հետո անդրադարձավ զղջած եւ դերը ողորմեցավ անոր ուրեմն կթարգմանեմ Սողոմոնի խոսքերն են հիմա սուրբ նարեգացին է որ գկրե զուր չանք անօգուտ աշխատանք անմիտ հետևում անշահ արշավանք անգայուն կորձեր օդար խորուրդներ Սողոմոնի մաստունը սիրելներ մտապերելով իր անցյալի մեղավոր կյանքը աշխարհին եւ անոր ռամցուցած հաջիկներուն ծառայելու իր թադարգությունը ահա հիմա գզղճա կաբաշխարե եւ ամեն ինչին ունայն ըլալը դեսնելով գաբաղե վայ գարտա իրանցին եւ դեսեք ինչ կսե իզուր չանացի անօգուտ դեղը աշխատեցա անմդապար հետևեցա աշխարհին անշահ դեղը արշավեցի եւ որ շահ ճունիս եւ դեղը գարշավես անշահ է բարապ դեղ է երևակայեցեք որ մարդ երթա անաբատները արշավե որու համար ինչի համար եւ հետեւաբար հիմա Սողոմոնը գսե որ ես անշահ դեղ արշավեցի աշխարհի մեջ անոր ցանկությունները կրավելու համար հետո ինչ անգայուն կորձերերի օդար ու մոլոր խորուրդներ ունեցա եգրավոր շնչավոր եւ թիվական որովհետեւ օդար խորուրդները ինչ են ճշմարիտ խորուրդը սիրելներ աստուծո խորուրդն է մեր մեջ իսկ օդար խորուրդը թիվական խորուրդ է սատանայի խորուրդ է մարմնավոր խորուրդ է եգրավոր խորուրդ է աշխարհիկ խորուրդ է աստուծո խորուրդներեն հերանալով այս բոլորի մեջ երբ որ սիրելներ մեղքերը գլսեք ամեն մեկս մեր անձը տեսնենք գաղաչեմ
Ոչինչ բդույթներ, նախադելի արդյունք, անջիշտ վարգածներ, բարապ սերմեր։ Պետք է ամբողջ գարտակ, որ սիրելներ ավելի լավ հասկանաք, բայց ես կուզեմ քանի մտող գարտալ բարձաբես, որբեսի բացատրեմ։ Ուրեմն Սողոմոն իր կյանքը կնմանցնե հովի բդույթներուն։ Եթե գարտակ ժողովողի առաջին գլխու 6-րդ համարը, կտեսնեք այնտեղ գսե որ հովը արևելքեն, արևմուտքեն, հյուսիսեն իր բդույթները գնե։ Հիմա ուրեմն այստեղ Սողոմոնը իր կյանքը կնմանցնե այդ հովի բդույթներուն եւ գսե ոչնչության հողմաբդույթներուն բես եղա։ Փամփասելի փերք, այսինքն նախադելի, այբանելի արդյունք տվի։ Ոչ թե ուրախանալի արդյունք, որ պետք է դայի, ոչ թե ուրախության արդյունք տվի, այլ խայդարակ արդյունք տվի կյանքի։ Անջիշտ վարգածներ, դեսագետներ, խաղապարներ ունեցա եւ սակայն վերջավորության բարապ սնոդի փուջ սերմերու բես եղա։ Սիրելեն ինչպես որ երբեմն սերմը գարնես մեջը թադարգ է, գուտ չգա։ Սողոմոնը գսե որ ես աշխարհին յետևեն երթալով, աշխարհի ցանկություններուն յետևեն երթալով, ճիշտ փուջ սնոդի սերմերու բես եղա։ Հովերու բես եղա, ոչինչ հովի բես եղա, դարձա միայն։ Աշխարհին յետևեն կացի։ Փամփասելի արդյունք տվի։ Նախադելի արդյունք տվի, փերքս ոչինչ էր։ Աշխարհը սիրողը սիրելներ եւ անոր փարողը իրականության մեջ ոչնչության յետևեն է որ գվազե։ Այսօր մարդիկ որ գվազեն հարստության, ինչքի, հաջույքի, ցանկությանց, տեսակ մեղքերու յետևեն սիրելներ իրականության մեջ ոչինչի յետևեն է որ գվազեն։ Ոչինչի։ Որտե վերջավորության անոնցմե ոչ մեկ շահ պիտի գտնեն ընդհանրակը գորուստ։ Հիմա իրենք գծիծաղի մեր վրա։ Ասելու համար որ դու կյանք ապրիլ չեք գիտեր։ Բայց չեն գիտեր որ սիրելներ իրենք է որ կյանք ապրիլ չեն գիտեր։ Իրենք նախընտրած են այս կյանքի խապուսի կյանքի գարջ մեղավոր ժամանակը այդպիսով հերանալով հավիտենական կյանքի ուրախութեն են, իսկ մենք այս կյանքի մեջ դգնելով մեր աշխատանքը պիտի արդյունավորվի սիրելներ հավիտենական կյանքը ժառանգելով։ Կշարունակեմ։ Ավազապուլ շենք, աբագանելի ստացվածներ։ Սիրելներ, ան որ այս աշխարհի հաջողություններուն ու ցանկություններուն յետևեն գերտա, անիգա գնմանի այն մարդուն, որ իր շենքը ավազի վրա գշինե։ Եվ Հիսուս պատմեց այս մասին։ Մատթեոս ավետարանի 7-րդ գլխու ավարտին, որ ով որ իմ խոսքերս մտիկ կնե, բայց չի գործադրեր, կնմանի այն մարդուն, որ իր դուն ավազի վրա գշինե։ Հովերը գուքան, քեդեր գհորտին, գզարդվին դան եւ դունը գքանտվի։ Ով որ աշխարհին այս վաղանցուկ, այս ժամանակավոր, այս շուտ անցնող աշխարհին յետևեն վազե, անոր ցանկություններուն յետևեն վազե սիրելներ, պիտի ամեն ինչ գործանի, ամեն ինչ։ Փուլ պիտի կա։ Սողոմոն այս է որ այստեղ գսե ավազապուլ շենք, աբագանացու ստացություններ։ Ամեն ինչ աբագանելի այստեղ։ Ամեն ինչ սիրելներ պիտի փնջանա։ Աբագանված է։ Հաջորդողը արհամարելի դաժանքներ ինքնամարդ գրիվ իր հոգին թեմ թատ։ Մեղավոր կյանքը արհամարելի, այսինքն կամահրելի դաժանքներ են, ցավեր կբաժարեն հոգին։ Իսկապես սիրելներ, որքան մեղքի յետևեն երթանք մեր հոգին կցածնենք։ Եվ ով որ աշխարհը եւ անոր ցանկությունները կսիրե, կսկսի իրանցին թեմ գրվել։ Ինքնամարդ գրիվ մղել։ Ինչու՞։ Կամ ինչպես, որովհետև սիրելներ Աստված մեր մեջը մղումը դրած է թեպի իրեն բարձրանալու, իրեն երթալու։ Ինչպես որ Տիտերնիկները լույսին է որ կբարձրանան, վեր գելեն։ Աստված մեր մեջը այդ ցանկությունը դրած է, ինչպես է գեղեցու հայրերը գսեն։ Բայց սիրելներ աշխարհնալ մեզի կհրամցնե աշխարհային հաջողություններ, աշխարհային ցանկություններ։ Եվ հետևաբար մեր մեջը մենք մեզի հետ գրիվ գնենք, թե ուր պիտի երթանք։ Աշխարհը մեզ կքաշե, դերը մեզ վեր կգանչե։ Եվ
ահա սիրելներ այս վիճակին մեջ ինքնամարդ կսկսի մեր մեջը, ինքնամարդ մեր մեջը այս գրիվը գլա եւ նարեգացին սիրելներ այս փոլորի մասին գխոսի Սողոմոնի Փերնով, որովհետև այս մասին նույնիսկ Բողոս Արաքյալը ինքը խոսած է։ Եթե գարտանք Հռոմայացիներու նամակի 7-րդ գլուխը, ես ցեզի վիդի գարտամ 21-24 համարները, տեսեք ինչ կսե Բողոս Արաքյալ այս ներքին բادرազմի մասին, որ մարդ իր մեջը գզկա։ Արդ ես գտնեմ հետևյալ օրինաչափությունը, որ երբ գուզեմ բարին անել, գտեսնեմ, որ միայն չարը անելու ադագեմ։ Ես իմ ներքին էությունս հաջույքով կընդունիմ Աստուծո օրենքը, բայց իմ մարմնիս անդամներու մեջ կտեսնեմ դարբեր օրենքը, որ իմ մտքիս ընդունած օրենքին թեմ կբادرազմի ու զիս քերի կբահե մեղքի օրենքին, որ իմ անդամներուս մեջ է։ Ինչ խղճալի մարդ եմ, ով զիս պիտի բրգե մահվան թադաբարդված այս մարմինեն, գսե Սուրբ Բողոս Արաքյալ։ Եվ հաջորդ համարի մեջ 25-րդ համարի մեջ Հռոմայացիներու նամակի 7-րդ գլխու գսե որ Փառք Աստուծո որ Հիսուս Քրիստոսը ինքն է որ մեզ կփրկե Փառք Աստուծո բայց սիրելիներ տեսեք մարդուն մեջ այս մշտական բայկար այս մշտական գրիվը բادرազմը կա մշտական եւ ասիկա սիրելիներ ահավոր բան է եւ որ աշխարհին Եդվեն երթանք, աշխարհի ցանկություններուն եդվեն երթանք, աշխարհը մեզ պիտի քաշե։ Բայց մյուս կողմէ Աստված մեր մեջ իր խիղճը դրած է, իր ցայնը դրած է, որ մեզ ետ կանչե։ Մեղքը ոչ միայն մեր մարմնին թեմ գբادرազմի սիրելներ, այլ նաև հոգին թեմ թադիգել է։ Ահա այս է որ Սողոմոն գսե արհամարելի դաժանքներ, ինքնամարդ գրիվ հոգին թեմ թադ։ Հաջորդ դողը Թադարք աշխատութենե թափված կրդինք վնասագար փապակ գորստապեր ուղի սխալ ջամփա Սիրելներ լեցուն արժեքավոր աշխատանքի համար թափված կրդինքը օրհնություն է բայց աշխարհի եւ անոր ցանկություններուն համար մարմնին թափած կրդինքը թադարգություն է, փուջ է, գսե Սողոմոն իմաստունը։ Եվ իմաստություն Սողոմոնի անունով քիրք մգա սիրելներ, երկրորդականոն քիրքերու մեջ, այնտեղ գսե 6-րդ գլխու 16-րդ համարի մեջ, թե ով որ իմաստություն ցերծկելու համար գդկնի կրդին կտապե, ապա հոգսերեն գթեթևնա Ճիշտագրակն ալ հիմա ես կսեմ ով որ աշխարհին համար գտնի հոգսեր գշացնե վրան գծանրանա իր հոգին աշխարհի ցանկությունները դենչալը վնասագար փապակ է գորստյան դանող շավիղ է գսե Սողոմոնը սխալ ջամփայ է եւ մեզի գսկուշացնե Սողոմոնի մաստունը իր աբրած թարն ու անստական փորձառության ջամփով որ հանգարց մենք այդ ուղին չընտրենք սխալ ջամփայ է գսե սխալ ջամփայ է մոլորեցնող է հոգի կանթող է եւ իսկապես սիրելներ տեսեք որքան այսօր աշխարհը լայն փածված է երդասարտության դիմաց եւ գուլգուդազանոնք հաջուկներու ջամփով ցանկությանց ջամփով դրփանքներու ջամփով մեղքերու ջամփով գուլգուդազանոնք Մարդիկ այսօր աշխարհասեր դարձել են, ոչ միայն երդասարտները, այլ շատ մարդիկ, ամեն տարիքի մարդիկ, նույնիսկ մեծահասակներ։ Հաջորդ դողը գործանարար գրթություն, մոլորեցնող սուտ վարժություն, մշտասխալ դեսություն, ցանկահարույց բջրանք Աշխարհը սիրելներ եւ անոր արդած ցանկությունները գործանող գրթություն, դաստիարակություն, հրահանգ կուտան։ Մարդու հոգին կգործանեն։ Աշխարհը լավ դաստիարակ չէ մեզի համար։
Աշխարհեն մենք սիրելներ լավ գրթություն չենք ստանալ։ Աշխարհային ցանկությունները մեզի լավ վարժություններ չեն։ Անոնք մոլորեցնող խափող, խափեբադիր վարժություններ են։ Մշտասխալ դեսություններ են։ Թեև վավաշոտ, ցանկություն հարուցանող բջրանքով, զարդարանքով լեցուն կներկայանան, ինչպես որ սիրելներ օրինակ մարմնավաճառները, փոզերը ամեն տեսակ բջրանք կնեն իրենց վրա, գզարդարվին, իրենց դկեղությունները գծածկեն եւ այդպես քրավիչ կներկայանան իրենց ներկայացող տեխնազուներուն դիմաց, այդպես ալ սիրելներ աշխարհը ինքզին գծածկե բղծությամբ, գծածկե, գզարդարե եւ ինքզին քեղեցիկ կներկայացնե, որովհետեւ իր դկեղությունը ծածկե եւ այդպիսով իրականության մեջ գխափե մարդիկը իր առաջարկած ցանկություններով անոր համար դեսեք սիրելներ Հովանես Արաքյալը իր նամակին մեջ առաջին գլխու նամակի մեջ երկրորդ ուրեմն առաջին նամակի երկրորդ գլխու 15-ին 17 համարներու մեջ դեսեք ինչ կսե Մի սիրեք աշխարհը ոչ ալ աշխարհին հadouk ովևէ բան ով որ աշխարհը գսիրե հոր Աստուծո հանդեպ սեր չունի իր մեջ որովհետև աշխարհին հadouk բաներն են ինչը մարմնի ցանկությունը աչքին տեսած ունենալու ցանկությունը եւ երկրավոր ինչքերով հբարդանալը մարմնի ցանկություն աչքին տեսած ունենալու ցանկություն եւ երկրավոր ինչքերով հբարդանալը որոնք հայր Աստուծո մեջ չեն կար այլ այս աշխարհեն Քիցեք սակայն աշխարհն ալ գանցնի աշխարհային ցանկություններն ալ բայց Աստուծո գամքը գդարողը ինք հավիդյան կմնա այս է սիրելներ ուսուցումը սուրբ գիրքին հաջորդողը բորնգադիպ գերբարան ախտապորփոք նյութ ըսի սիրելներ որ արդեն բորնիգի գերբարանքով գներգայնա աշխարհը իր հմայքով այդպիսով փորձելով քաշել իրեն քաշել մարտիկը եւ անգամը որ գարենա հմայել մարտիկը իրեն քաշել մակնիսել իրեն այդ ժամանակ սիրելներ հեշտ է անոնց հաջույքներով խեղդել իրեն իր մեջ այո հաջույքներով ադիգա լաս սիրելներ ուդելիքի հաջույք խմելու հաջույք թմրեցուցիչ կործածելու հաջույք սերային հաջույք տրամական հաջույք ինչքերու հաջույք բաշտոնի հաջույք հրճակ ունենալու անուն ունենալու հաջույք եւ տեսակ տակավին ուրիշ հաջույքներ որոնք բոլորն ալ սիրելներ գործանարար են եթե անոնց քերին դառնանք ադորամար գսե նարեգացին բորնգական գերբարանքով գներգայնան ծածկված զարտարված բայց իրականության մեջ ներսեմ բիղձեն եւ նաեւ գսե ախտապորփոք նյութ ինչպես որ սիրելներ ախտը հիվանդությունը կդարածվի վարագը աշխարհը սիրելներ ախտերու նյութ է ախտ փորփոքող նյութ է մարտիկը մեղքերու առաջնորդող նյութ է հաջորդողը եւ ասեմ սիրելներ այս բոլորի մեջ Աստված ստեղծեց աշխարհը Աստված բարի ստեղծեց աշխարհը այս բոլորը մեղքի արդյունք եղան մեղքի բաժարով են սիրելներ որ այսօր այս վիճակի մեջ է աշխարհը այլապես Աստված ամեն ինչ բարի ստեղծեց եւ ճշմարտաբար մարդ որքան հերանա Աստուծո այնքան այս աշխարհի բղծությանց մեջ պիտինա հաջորդողը թժնիադեսիլ քույն բազմա դխուր քեղեցկություն որքանալ աշխարհը իր ցանկություններով քեղեցիկ փորձ է երևալ սակայն իրականության մեջ թժնիադեսիլ քույն ունի թժնիադեսիլ կնշանակե քարշելի թիմակից ունի քարշելի երես ունի
եւ հաջորդ բառը բազմադխուր քեղեցկություն իբրև թե սիրելիներ քեղեցիկ կներգային աշխարհը այո քեղեցիկ բաներ շատ կան աշխարհի մեջ բայց բազմադխուր դխրություն պատճառող քեղեցկություն է ոչ թե ուրախություն անոր համար սուրբերը երբ որ գնահատակվեին ուրախությամբ գնահատակվեին որովհետև գիտեին որ հավիտենական կյանքը պիտի ժառանգեին հաջորդ օղը թանցրամած ձուխ ցնթող շոկի իսկապես աշխարհը իր ցանկություններով գնմանի մուրով լեցուն թանցրամած ձուխի նաև ցնթող շոկի որ սիրելներ գարդ ժամանակի մեջ ամեն ուրախություն ամեն հաճույք գցնտի ինչպես շոկին գցնտի այնպես էլ աշխարհին դված հաճույքները քաղցությունները ճագերդի մեջ շոկի նման գցնտին եւ անիգա թանցրամած ձուխ է ինչպես որ թանցր ձուխը գսերցնե աշխարհը այդպիսի ձուխ է ով որ անոր մեջ մտնե խավարի գսևնա մեղքերու մեջ ինալով մեղքը գսերցնե մարդը սիրելներ ինչու համար երբ ոչրակորձի չարիքով լեցուն մարդու թեմքը գտեսնես մութ է իսկ սուրբի մթեմքը գտեսնես լուսաշող է ինչու որտեվ խավար է աշխարհը սիրելներ եւ ով որ աշխարհի ցանկություններու մեջ կմտնե գսևնա մուրի նման գսևնա ձուխի նման գսևնա հաջորդ օրը թյուրավ հապշտակվելիք աբրանք կագվող դաղավար աշխարհի իրերը աբրանքները թյուրավ հապշտակվող են սիրելներ թյուրապառնալի են որովհետև անոնք գամ մարդոց կողմե գողոպդվին գամ ժամանակի կողմե գմաշին եւ գամ մահվան կողմե եւ որ մահը գուքա եւ մեզ գարնե ամեն ինչ ուրիշին գերտա հետեւաբար սիրելներ ինչ որ աշխարհի մեջ կա ինչ որ կա հարստություն փառք անուն ինչ որ կա ամեն ինչ պիտի գործվի անորամար գսե թյուրավ հապշտակվելիք հեշտությամբ կարելի հապշտակել այդ բոլորը ուրիշներ մեզ մեկ հապշտակեն ժամանակը մեզ մեկ հապշտակե մահը մեզ մեկ հապշտակե հաջորդ բառը կագվող դաղավար նշանակե վրան ինչպես որ վրանները սիրելներ թյուրին գկագես ուզած ադեն գկագես ուզած ադեն գկանտես ուրիշներ գտանես դուն չէ հաստատ որ հիմք ունի զորեղ է եւ հետեւաբար այս աշխարհի ցանկությունները ճիշտ այդ կագվող քանթվող դաղավարին վրանին գնմանին որոնք թյուրությամբ կքանթվին հաջորդ օրը փուջ աղաղակ անհարգի ձաղր արհամարհելի ասպարեզ ինքնավաճառ քիր աշխարհի ցայնը սիրելներ նման է անդեղի կոչունի փուջ աղաղակի որքան աշխարհը աղաղակե փուջ է թադարգ է օրտնություն չկա այդ ցայնի մեջ զորություն չկա այդ ցայնի մեջ խափիական ցայն է որ քեզ գքաշե իրեն փուջ է սակայն թադարգ ցայն է անիգա առանց բաժարի անհարգի ձաղր ընող է անարիտ ձիձաղող է որ գարհամարե գծաղրե ամեն բնակաբար երբ որ ինաս երբ որ մեղքերու դիրնի մեջ ըլլաս աշխարհը քեզ ցեր չեր գարել որբեսի քեզ դուրս բերե երբ որ ինաս աշխարհը վրատ կծիծաղի աշխարհասեր մարդիկը վրատ կծիծաղին անհարգի ձիծաղող է ուստի անոր հարիլ միանալ գնշանագե անոր ըստրուգը ըլլալ անոր ինքզինքը անոր վաճարել անոր քերին ըլլալ այս է որ գսե Սողոմոնը այս տողերու մեջ հաջորդ տողը սադագումի հնարք անաստված միտքեր ստդահոտ բատմություն զայրացնող զրույցներ
Աշխարհը սիրելներ իր խաբեությամբ սադագումի հնարք է, այսինքն մահացու ընթացք է այն մարդոց համար, որոնք աշխարհասեր ցանկություններով գաբրին։ Աշխարհային ցանկությունները անաստված միտքեր կբերեն մարդու մեջ։ Սդահոտ բացմություններ, սուտ բացմություններ, վրտովեցնող, զայրացնող զրույցներ, որոնք գփարոյալքեն գործանումի կդանեն մարդիկը։ Սիրելներ, աշխարհին բոլոր ըսածները սուտ են, խաբեություն են, աշխարհասեր մարդոց խոսքերը, որ մենք այսպիսի հաճույքներ ունենք, մենք այս կնենք, այդ կնենք, սդահոտ բացմություններ են։ Աշխարհը մարդու մեջ փարգություն կբերե, ոչ թե զայրույթ կբերե, ոչ թե խաղաղություն։ Աստուծո խոսքերն են, որ խաղաղություն կբերեն։ Հաջորդ դողը թադաբարդելի խցպիծներ, խելակար փնդրդուկ, ամոթալի ցույցեր, խայդարագության բացահայտումներ։ Աշխարհը սիրողը սիրելներ թադաբարդելի մեղատրանքներու, մեկ խոսքով խցպծանքներու, խցպիծներու մեջ կինա։ Խելակար եւ անմիտ փնդրդուկներու մեջ կինա, չգիտնալու որ ցանկեն ինչ կփնդրե։ Չեք տեսած այդպիսի մարդիկ, որոնք խելակարի պես փնդրդուկի մեջ են, ինչ բան։ Իրենք ալ չեն գիտեր, բայց աշխարհը իրենց այնպիսի հմայի ցևով գփորձե քրավեն, որ փնդրդուկի մեջ են, հևկոտ վասկի մեջ են եւ ճշմարտաբար այդ բաժարով իրենց անձը կգործընծնեն։ Ահա այդ ժամանակ ամեն ամոթ կբադրվի եւ ամոթալի ցույցեր ու խայդարակ բացահայտումներ կգադարվին։ Աշխարհը սիրելեր մարդը սկարաչնորդ է մեղքերու մեջ եւ վերջը աշխարհը կբացահայտե մարդուն կործած մեղքերը զինք խայդարակ դարձնելով, ամոթի վերածելով, անցին ամոթն ու ամեն ինչը խայդարակ դարձնելով, այբանելով, մեղքը միշտ իսկապես սիրելներ ամոթի գարաչնորդ է մեզ։ Եվ հաջող եւ որ մեղ գործենք, մենք նույնիսկ Աստուծո դիմաց չեն կրնար գնալ։ Ամոթ կսկանք Աստուծո աղոթելու եւ այդ որքան եղած է ժամանակ, որ մենք այդ բաժարով, քանի որ խապված ենք սատանային աշխարհեն, քանի որ սատանա մեր մեջը փսփսած է մեր ագանչին, որ ամոթ է եւ որքան ժամանակ աղոթքե գդրած ենք մենք մեզ։ Ահա սիրելներ, ինչ խայդարագություն կբերե աշխարհը մարդուն մեջ, որովհետև մարդուն գադարած արարքները բացի գուտա, սկիզբը անոր հաջույք գուտա, վերջը բացի գուտա։ Հաջորդ դողերը աբակայի արագ, աբաշխարության կորց, խայդարակ բացություն, ձույլերու օրինակ։ Աշխարհը սիրողը, երբ ամոթաբարդ կլա, ապա սիրելներ աբակային մարդոց բերնի մեջ արագի գարկ կդառնա։ Մարդիկ սկսին զինք որպես արագ բերել, ծաղրել, օրինակ բերել, ցույց տալ անոր խայդարակ եւ անարգ բացմությունը եւ անիկա կդառնա ձույլերու օրինակ, հեղկության դիբար, որովհետեւ մեկ այլևս չուզեր դուրս գալ իր մեղավոր վիճակեն, կգարձե որ վերջ այլևս աբաշխարելու արիչունի, հետևաբար այդ վիճակի մեջ կլա եւ այս բոլորը ցավալի անարգանքներ ու խայդարագություններ կբերեն մեղավոր մարդոց։ Հաջորդողը ծածկված խորխորատ խավարային որս մահակուշակ վիհ անհադակ անթունդ աշխարհը սիրելներ իսկապես որ ծածկված խորխորատ է, խորխորատ կնշանակի անթունդ, վիհ, փոս, խորունգ, ծածկված է սակայն, ինչպես որ որսորդները թագարտ կլարեն եւ կծածկեն, որբեսի որսը կա եւ մեջի ինա, առանց տեսնելու այդ թագարտը, այդպես ալ աշխարհը սիրելներ ցանկություններու թագարտներ լարած է մարդոց դիմաց աշխարհի մեջ։ Եվ մարդիկ դժբախտաբար այդ ծածկված խորխորատը գինան։
խավարային որս սիրելներ, այսինքն մարդը այս աշխարհը մարդը մեղքերով գործա, խավարի կորձերով գործա, մահակուշակ վի կնշանակե մահվան առաջնորդող խորխորատ անտունդ քերեզման անհադագ անտունդ անհադագ կնշանակե հադագ չունեցող դագ չունեցող երևակայեցեք սիրելներ որ աշխարհը անհադագ է դագ չունի որքան մարդ ինա մեջը այնքան ավելի գինա մինչև որ մարդը գործանի հադագ չունի աշխարհը աշխարհին դված ցանկությունները հադագ չունին վերջ չունին եթե մարդ չարթանա սիրելներ չաբաշխարի եւ Հիսուսին չսե դեր օգնե ինձի այդ անհադակ անտունքի մեջ երթալով մարդը կգործանի եւ որքան այսօր սիրելներ աշխարհը իր մեջ այդ իր անտունքին իր վիհին մեջ կառնե խորխորադի մեջ կառնե մարդիկ եւ որքանալ աջի աշխարհի բնակչության թիվը աշխարհը չի լեցվիր չի այդ վիհը այդ խորխորադը ցանկասիրության չի լեցվիր որքան գործանին մարդիկ դեր աշխարհը գտնունի իր մեջ որտեւ անհադակ անտունդ է ասկուշլանք արտանանք սիրելներ մարդասպաններու ուղեկցություն հիմարական փարփաչանք թարանագալներու վայր խարխուլ դուն աշխարհին հետ կալել կնշանակե սիրելներ մարդասպաններու ուղեկիցը լալ ոչրագործներու հետ ընկերակցին որովհետև աշխարհի մեջն են անոնք աշխարհին աշխարհը սիրելներ կամ աշխարհասիրությունը հիմարության փարփաչանք է փարփաչանք կնշանակե ապեղ ցպեղ խոսք հիմարապանություն ցնտապանություն որում վրա չարժեր նույնիսկ ուշադրություն դարձնել աշխարհը թարանագալ թավաթիրներու որոքայդ լարողներու վայր է կսե Սողոմոնը անիգա խարխուլ դուն է անհաստատ որովհետև աշխարհն ալ եւ անոր բոլոր ցանկություններն ալ սիրելներ քնայուն են հետեւաբար անհաստատ են խարխուլ դունի կնմանի ինչպես խարխուլ դունը օր մորանց պիտի փլի այս աշխարհն ալ խարխուլ դունի նման է օր մորանց պիտի փլի պիտի կանտվի նոր երկինքի եւ նոր երկիրը պիտի իջնեն հաջորդ օրը սասանած շենք խախտված գամուրջ վաղանցուկ երևույթ խափող շողոքորդ անամոտ մատնիչ բարձրալին թեմ հագարագություն արտարև սիրելներ աշխարհը սասանած շենքի նման է որ ովևէ ժամանակ գրնապլիլ ինչպես սասանած հիմքեն սասանած երևակայեցեք որ երկրաշարժ եղած է եւ շենքը հիմքեն սասանած է ովևէ մեկ ժամանակ գրնապուլ կալ աշխարհն ալ սիրելներ ճիշտ ահավասիկ այդ սասանած շենքի նման է որ գրնա ովևէ մեկ ժամանակ փուլ կալ ովևէ մեկ ժամանակ խախտված գամուրջ է ինչպես որ եւ որ գամուրջը երկու գոմեր իրարու կմիացնե որում վրային գանցնի մարդիկ եթե խախտված է այդ գամուրջը կարելի չի անոր վրային քալել կփլի ովևէ մեկ ժամանակ կփլի աշխարհը այդ խախտված գամուրջին նման է դագավին վաղանցուկ երևույթ մսիրներ որ վաղանցուկ է շուտ գանցնի դեսիլքի պես ամիջապես գանցնի եւ աշխարհն ալ այդպես պիտի անցնի ինչպես քիչ կարդացի առաջին Հովանու նամակի երկրորդ գլուխը Հովանես Արաքյալ գսե որ աշխարհն ալ պիտի անցնի աշխարհային բոլոր ցանկություններն ալ պիտի անցնին կարդացեք նորեն 15-ն 17 համարները շողոքորդ խափող աշխարհը շողոքորդ է աշխարհը խափող է նաեւ աշխարհը անամոտ մատնիչ է եւ վերջին դողը որ գսեն արեգացին բարձրալին թեմ հագարագություն հագարագող է բարձրալին աշխարհը եւ մարդիկը գտաստիարագե որբեսի աստուծո թեմ հագարագին Աստված սիրելներ մարդը փրկելու եկավ մարդը աստուծո թեմ հագարագի որ չեմ ուզեր փրկվել
Ադորամար Հակոբոս դիարնեղբայրը ասավ 4-րդ գլխու 4-րդ համարի մեջ որ ով որ աշխարհին բարեկամ է Աստուծո տշնամի է հագարագող է Աստուծո անտիմամարդ է եւ մեղքի ինչ է սիրելներ մեղքը Աստուծո թեմ իմպոստություն է մարդ գիտե որ իր ռածը մեղք է Աստուծո սիրտը գծավցնի Աստուծո բادرանին թեմ է եւ գսե Աստուծո ես գիտեմ որ դու չես ախորժիր այս մեղքին բայց ես պիտի անեմ իմպոստություն ահա սիրելներ աշխարհը մարդս Աստուծո թեմ կփարշացնե այս բոլոր հիմա ասել է յետք Սուբնարեգացին Սողոմոն իմաստունի խոսքերը մեջ բերել է յետք հիմա շատ կարևոր վերջապան մգնե այս մասին կգարտամ ամբողջը թարգմանեմ եւ սիրելներ կբացատրեմ գսե Սուբնարեգացին Խոստովանական խոսքերու բոլոր մասերը իբրև կանոնադրություն ամենուն սրդի մեջ գանուխեն սերմանեց ժողովողը Թարցի եկողներուն զղջումի կանոն դրավ որբեսի մարդոցմե ովևէ մեկը չբարձենա եւ փամփասանքի նեդերով զինված չխոցոդե իր անձը կամ ընկերը որովհետեւ գրաբաշտ է ան որ քողի դակ ծածկված ինքզինք արդակնապես բարեբաշտ կցեվացնե սակայն ըստեղծողին ոչ ախորժելի կորձեր կկատարե Սողոմոն սիրելներ զղջաց իր ըրածին համար եւ ուզեց քիրով խոստովանել իր մեղքերը քիրով խոստովանական խոսքերը գրել որբեսի հետակային բոլոր անոնք որոնք Սողոմոնի պես մեղքերու մեջ ինան անկիդագից ծևով անշուշտ գամովին բայց որովհետև Աստուծո իմաստությունը չունին որովհետև դժբախտաբար գորոշեն չսորվիր Սողոմոնի տասեն այլ գինան նույն մեղքերու մեջ Սողոմոնը գրեց այս զղջական կանոնը սկիզբեն որպես սերմ մարդոց սրդին մեջ սերմանեց ժողովողը Սողոմոնը որ ժողովեց այս բոլորը որբեսի սիրելիներ հանգարց այն մարդիկը որ զղջան եւ ետ դառնան չլա որ բարձենան հբարդանան մտածելով որ Սողոմոնը գրաբաշտության մեջ ինգավ այս մեծ Սողոմոնը ես գրաբաշտության մեջ ինգա ես Սողոմոնեն ավելի լավ եմ հիմա մարդիկ կրնալալ որ ցեզ մե այդպես մտածեն որ Փառք Աստուծո մենք Սողոմոնին պես գրաբաշտ չեղանք եւ սուրբ գիրքի մեջ սիրելներ հստակ երբով գսվի օրինակ Եփեսացիներու նամակի 5-րդ գլխու 5-րդ համարի մեջ նաեւ նույնը 3-րդ գլխու 5-րդ համարի մեջ Բողոս Արաքյալը գսե որ ակահությունը գրաբաշտություն է ակահությունը գրաբաշտություն է հետեւաբար գրաբաշտությունը միայն երթալ գուրկը բաշտելը չէ սիրելներ չաստվածները բաշտել չէ եթե մեկը իր ունեցած թիրքը Բաշտոնը, ինչքը, դունը, ինքնաշարժը, զավակը, ուսումը, չեմ գիտեր ինչ որ ունի գբաշտե, թերասան, մարզիկ, ո՞է մեկ բան, գրոնավոր, բետական կորձիչ, ինչ որ կյանքի մեջ կա, եթե գբաշտե, ուրեմն գրաբաշտ է ինքը Սողոմոնը լավը չէ, ադորամար Նարեգացին գսե որ այս բոլորը Սողոմոնը գրեց որբեսի մարդոցմե ովևէ մեկը չբարձենա եւ փամփասանքի նեդերով զինված ինչպես որ նեդերը գարնես եւ ուրիշը գխոցես այնպես ալ մարդիկ փամփասանք հավաքելով որ այսիկա մեղքերու մեջ ինգած է ադիկա մեղքերու մեջ ինգած է այսպիսի մեղքեր կործած է այս տղան ադոր հետ կացած է այս աղջիկը ասոր հետ ելած է այս բոլոր փամփասանքները գավակե եւ նեդերու պես կսկսի խոցել վիրավորել զարնել թե թիմացինին եւ թե փամփասելու մեղքը կործելուն պատճառով ինքզինքալ հարվածած կլա ադորամար նարեգացին գսե որ ովևէ մեկը չբարձենա եւ փամփասանքի նեդերով զինված չխոցոդե իր անձը կամ ընկերը որովհետեւ գսե նարեգացին ավելի մեծ գրաբաշտություն կա ավելի մեծ գրաբաշտություն կա անգամ Սողոմոնի գրաբաշտությունը գիտեք ինչն է այդ գրաբաշտությունը
Նայեցեք ինչ կսե Սուրբ Նարեկացին։ Որովհետև գրաբաշտ է այն մարդը, որ քողի դակ ծածկված ինքզինք արդակնաբես բարեբաշտ կցևացնե, աստվածաբաշտ կցևացնե, արդակնաբես, սակայն ներքնաբես ըստեղծողին, արարիչին ոչ ախորժելի գործեր կկատարե։ Ասիկա ավելի մեծ գրաբաշտություն է, քան գրաբաշտները, որ չաստված կբաշտեն։ Գեղձավոր հավատացյալը, գեղձավոր փարիսեցիությունը դերը սիրելիներ ադելի համարեց։ Ասա վայ ցեզի գեղձավոր փարիսեցիներ եւ օրենքի ուսուցիչներ։ Եթե մեկը սիրելիներ արդակնաբես ինքզինք հավատացյալ գծեվացնե, բայց ներքնաբես աստուծո ոչ ախորժելի գործեր գնե, ինք ավելի գրաբաշտ է, ավելի մեղավոր է, քան Սողոմոնը։ Եվ ասիկա այս խոսքը ուղղված է ինձի։ Այս խոսքը ուղղված է քեզի։ Սիրելի եղբայր, եւ քեզի սիրելի քույր։ Քննենք մենք մեզ, ալ փավե խոշորացույցը մեր ցերքին, ուրիշներու մեղքերը մեծ տեսնենք։ Այդ խոշորացույցը դարձնենք մեզի։ Երբեմն խոշորացույցը եւ որ հագարակ դարձնենք, մեր աչքը մեծ կերևի։ Այսպես սիրելիներ, դարձնենք խոշորացույցը դեպի մեզ, դեպի մեր ներսը հոգին։ Տեսնենք, որ մեր մեջը մեծ մեղքեր կան։ Ավելի մեծ կան ուրիշներու մեջ։ Ավելի մեծ։ Անորամար Հիսուսը ասա, որ աչքի մեջիդ հասկերանը դես։ Նախքան թիմացի եղբորդ աչքի մեջի բզդիկ շուղը, բզդիկ դաղտագը։ Ժամանակն է սիրելներ մեր հայացքը ներսը ուղել, ոչ թե դուրսը։ Մեր անձին վրա, մեր օքին մեջ, մեր սրդի մեջ, մեր մտածումներու մեջ, մեր խոսքերու մեջ, մեր գործերու վրա։ Տեսնելու համար, որ մենք սիրելիներ, որ արդակնաբես, բարեբաշտ, աստվածաբաշտ կուզենք երևիր, սակայն ներքնաբես աստուծո ոչ ախորժելի գործերով կսպաղենք եւ այդ բոլորը գրաբաշտություն են։ Եվ այդ բոլորին համար մինչև մեր կյանքի վերջը պետք է ավաղենք, վայ գարտանք մենք մեզ եւ ասենք, որ մեղա դեր, մեղ կործեցի դեր, փամփասանքի նեդեր արձակելով ուրիշներու վրա, որոնք շատ փոքր մեղք ունին համեմատած իմ կործած մեծ մեղքերուս։ Ները ինձ դեր, ները։ Ահա սիրելներ, այս է, որ Սուրբ Նարեկացին գուզե սորվեցնել մեզի Սողոմոնի օրինակը բերելով, ոչ թե որբեսի Սողոմոնի կյանքի այս բոլոր մութ անգույները տեսնելով այբանենք Սողոմոնը, գշտամպենք զայն, հանդիմանենք զայն, այս Սողոմոնի կյանքի օրինակին մեջ են տեսնենք մեր կյանքի օրինակը, եւ մեր անձը բարձավենք, գշտամպենք, հանդիմանենք, որբեսի սիրելներ Աստուծո թողության եւ ողորմության արժանանք։ Անկամ եւս կարդացեք այս գլուխը եւ այս հոգիով սիրելներ Աստուծո դիմաց ծեր զղջունալից հոգին բարբեցեք, որովհետեւ Աստված եթե ներեց Սողոմոնին եւ ողորմեցավ անոր, ապա Աստված ողորմած է եւ իր որդին արյունով մեզ բոլորս կներե մեր կործած բոլոր մեղքերեն։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։